Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆոյի եթերում խոսենք փաստերով հաղորդաշարն է։ Այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան 5 իրավապաշտպան նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանին։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, զրույցը սկսենք վերջին աղմկահարույց դեպքերից, եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո մեղադրանք ներկայացվեց, ձերբակալվեց, ապականավորվեց 18-ամյա դպրոցական երիտասարդ, ընդ որում կադրերից էլ ակնհայտ է դառնում, որ տղայի նկատմամբ բռնություն է գործադրվել անվտանգության աշխատակցի կողմից, սակայն չգիտես ինչու մեղադրյալի կարգավիճակում հայտնվել է հենց երիտասարդը։ Ինչպես կբնութագրեք սա։ Ձեր հաղորդաշարի անունն էր խոսենք փաստերով։ Այն ինչ որ եղավ, սպասելի էր։ Դա հետևանքն էր վերջի մի քանի տարիների ամենաթողությունների եւ խտրական արդարադատության եւ այն դեպքերի, որոնցով այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին իրավապահ համակարգի աշխատողները, օրինակ Աշոտ Սիմոնյանին ծեծի ենթարկելու դեպքով, երբ որ 30-40 կարմիր դաժանաբար ծեծի ենթարկում, Հարծվիկ Մինասյանի դեպքով, երբ որ հարուցվեց քրեական գործ եւ այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին, Սամվել Վարդանյանի դեպքը, երբ որ ԶՊՎ-ի ճանապարհին երիտասարդը խոշտանգման ենթարկվեց, ու այդպես էլ այդ բոլոր գործերով, ու շատ բազմաթիվ այլ գործերով, այդպես էլ որևէ մեղավոր իրավապահ համակարգի աշխատակից պատասխանատվության չենթարկվեց եւ առաջացավ բոլորի մոտ անպատժելիության մթնոլորտ, գիտակցում, որ քանի որ իրենց գործունեությամբ ծառայում են ներկայիս վարչախմբին եւ չեն պատժվում, ամեն ինչ իրենց կարելի է։ Դա էր հետևանք, որ նաեւ նույն ոստիկանական համակարգում մենք լսել ենք իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, տեսանյութ հրապարակվեց 1-2 ամիս առաջ, թե ինչպես են փորձում ցուցմունք կորզել եւ այդ ամենը այս ամենաթողության հետևանքը բերեց նրան, որ կարող է երիտասարդը աշխարհի, կարելի ասել, ամենաապահով վայրում իր եկեղեցում պատարագի սուրբ պատարագի ժամանակ աղոթելիս հայտնվի այնպիսի մի վիճակում, որ հանիրավի ծեծի ենթարկվի, բռնություն գործադրվի իր նկատմամբ, հետո ինքը հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, հետո ինքը հայտնվի անազատության մեջ։ Ես ինքս ներգրաված եմ Դավիթ Մինասյանի գործով, մի քանի օր քաղաքում չէի, չնայած կապի մեջ էի մեր մյուս գոլեգաների փաստաբանների հետ, բայց երեք հաջողվեց գնալ իրեն տեսնել, ցավոք սրտի առողջական խնդիրներ են առկա, որոնք բացի նրանից, որ ինքը ուներ մինչ այդ առողջական խնդիրներ, նաև պարզվեց, երեք էլ պարզվեց, որ արդեն փաստերով, բժշկական ախտորոշումներով արձանագրվեց, որ Դավիթ Մինասյանի մոտ ուղեղի ցնցում է տեղի ունեցել հարվածի հետևանքով, հարվածը մենք տեսել ենք, թե ինչպես է մուրճի պես վերևից, այսինքն ինչ-որ մի աժդահա անձնավորություն, չգիտեմ, հաճոյանալու համար երևի թե ինչ-որ պաշտոնի առաջխաղացման համար, կամ գուցե իր բնույթն է այդպիսի, ինչպես է եկեղեցում, ասենքն երիտասարդին 18 տարեկան պատանում, հարվածում, եւ այդ հարվածը պարզ է, որ հետևանք կունենա, ու ունեցավ այդ հետևանքը։ Սա է մեր իրականությունը, խտրական արդարադատությունը բերում է այսպիսի վիճակի, անպատժելիությունը բերում է այսպիսի վիճակի, եւ զարմանալու բան չկա։ Մենք ժամանակ առ ժամանակ մտածում ենք, որ արդեն սա վերջն է, սրանից են կողմել, չի կարող ավելի ճչան փաստեր լինել, բայց հետո ականատես ենք լինում, որ ավելի սարսափելի դեպքեր են տեղի ունենում, եւ ես վստահ եմ, որ այս 2 ամիսների ընթացքում մինչեւ ընտրությունները շատ ապօրինություններ են լինելու, շատերն են փորձել ներկայիս վարչախմբին հաճոյանալու, երբեմն նաեւ արժի ծառայություն մատուցելու կամ երբեմն ցուցումով գործողություններ, նմանատիպ գործողություններ անելու, եւ որի արդյունքում շատ շատերի նաեւ
ընդդիմադիր գործիչների իրավունքներ են խախտվելու, ցավալի, ամոթալի, սարսափելի դեպք է։ Եկեղեցում հարվածել երիտասարդին, գալ մտնել աղոթքի ժամանակ, կիսել երկու եղբայրներին իրար կողքից, տարանջատել, ինչ որ абսուրդ է, էլի, այսինքն որտեղ է գրած, որ այսինքն ինչ կանոնակարգով են իրենք առաջնորդվում, որ պետք է հասկացանք երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, բայց մի քիչ նորմալ չէ էլի այն հանգամանքը, որ պատարագի ժամանակ իրեն թվում է, որ ինքը պետք է մտնի, գնա միջև առաջ, կանգնի այնտեղ, հետո ինչ որ պահի որոշի, որ դուրս է գալի, այսինքն դրանով ինչ որ կերպ կարելի ասել խաթարի, ու հետո էլ պարզվեց, որ իրավապահ համակարգի քննչականի բնորոշումից պարզվեց, որ ինքը դրանով քաղաքական գործունեության ընթացքում էր, քաղաքական գործունեություն էր ծավալում եկեղեցում պատարագի ժամանակ։ Եվ հետո այն ինչ որ տեղի ունեցավ երիտասարդի հետ, այսինքն չկար որևէ կալանքի հիմք ու կար բազմաթիվ կալանք բացառող հիմքեր, բայց երիտասարդը հայտնվեց կալանավայրում, կար առողջական լուրջ խնդիրներ, բայց կարելի ասել տանջում էին այդ երիտասարդին, այսինքն մենք տեսանք ինչ որ տանել, բերել, ինչ ոնց։ Այն դեպքում, որ ակնհայտ էր, որ խնդիրները առկա են, դրանից հետո մենք ականատես ենք լինում նրան, որ կարծես թե վրեժ խնդիր են լինում, այսինքն նույն այդ հաղորդություն ստանալու process-ն է, ինչ որ ցկցկվում, էս է մեր երկրում ժողովրդավարության վիճակը, երբ որ նորից եմ կրկնում, մարդը կարող առավոտյան զարթնել, գնալ Սուրբ Պատարագի կիրակի օրով ու հետո մի քանի ժամ հետո հայտնվել կալանավայրում, որովհետև ինչ որ մի գործիչ փորձում է այդ ժամանակահատվածում քարոզչություն անել։ Մենք Դավիթ Մինասյանի դեպքին դեռ կանդրադառնանք, այստեղ մի այսպես միջանկյալ հարց է, արդյոք պատահական է ընտրել հենց Սուրբ Աննա եկեղեցին։ Ես վստահ եմ, որ ոչ, պատահական չեն ընտրել, որովհետև Սրբազան շարժման ժամանակ բոլոր միջոցառումները ժողովրդի հետ խոսքը կապը Բագրատ Սրբազանը հենց այնտեղից էր իրականացնում եւ ինչ որ առումով խորհրդանշական էր դարձել այդ եկեղեցին եւ դա երկրորդ անգամն էր այդ փորձը եւ դրանով կարծես թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում էր ինչ որ բաներ ջարդեր, որ տեսեք, ես եկա Սուրբ Աննա, որտեղից պայքարում էին, որի բակից պայքար էր սկսվել, պայքար էր շարունակվում, ես վստահ եմ, որ դա դիտմամբ ընտրված վայր է, գիտեք, վերջի 5-6 տարիների ընթացքում հատկապես ցավոք սրտի նաև ընդդիմությունը միշտ օրակարգը թելադրել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւ ինքը ամեն քայլ, ամեն գործողություն անում է մտածված։ Այս ամենը ասենց շախմատային պլանավորած քայլեր են, որոշ պահերում նահանջ, որոշ պահերում առաջ, նույն հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավը, որ սկսվել էր ինչ որ պահերի նահանջ, ինչ որ պահերի նորից բիրտելի գործողություններ, ես վստահ եմ, որ սա թիրախային ընտրված վայր էր եւ հենց կհիշեք մեկ ամիս առաջ, եթե չեմ սխալվում, երթով նորից եկան այդտեղ, ինչ որ կարծրատիպ էր ուզում դրանով ջարդեր, հաղթարեր գուցե եւ վստահ եմ, որ ցավոք այդ ամենի արդյունքում այս երիտասարդը հայտնվեց այս ծանր վիճակում, ես երեք իրեն այցելելուց գիտեք ոնց չափազանցնի, եթե ասեմ շատ մեծ ցավ զգացի, տեսնելով այդ տղային այդ վիճակում, որոշակի չափով շփվել է եւ դատական նիստի օրը եւ երեք բավականին շփվեցինք, ես ու Մելիքյան Ռուբենն ենք այցելել գիշերը, չափազանց կրթված, ինտելիգենտ, լավ ընտանիքից երիտասարդ, որը շատ ուժեղ հավատ ունի Աստծո նկատմամբ եւ այդ իր համար եկեղեցին, այդ վայրը նույնիսկ տեսանյութում երևում է, երբ որ դրանից նույնք խաչակնքվում է ու ասենք այդ երիտասարդին այդ վիճակում տեսնելը, որը նույնիսկ լույսը չնչին չեն կարողանում ուժեղա միացնել, որովհետեւ վատ է զգում, չի կարողանում նորմալ նստել, այդ ուժեղ հարվածի հետևանքը, ասենք ինչի համար, ասենք ինչ է շահում դրանից։ Պարոն Հարությունյան, մի քանի հարց է այս դեպքի հետ կապված,
Նախ Նիկոլ Փաշինյանը արդարացրեց իր անվտանգության աշխատակցի գործողությունները, ընդ որում այն նույն աշխատակցի, ով դեռ մի քանի ամիս առաջ Հովանավանքում քաղաքացու բերանը փակելով ուժով այսպես հեռացրել էր եկեղեցուց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում, եթե կա պաշտպանելու կարիք, իրենք կարող են բռնություն գործադրել։ Այս առումով ինչ կասեք եւ արդյոք դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է, ստանալուց հետո համաձայն որի տղայի մոտ արդեն ուղեղի ցնցում է հայտնաբերվել, որևէ իրավական գործընթացներ կհաջորդեն նաեւ անվտանգության համապատասխան աշխատակցին պատասխանատվության կանչելու համար։ Տեսեք, վստահ եմ, որ վաղ թե ուշ այդ աշխատակիցը պատասխանատվության ենթարկվելու է, բայց ոչ այս վարչախմբի օրոք, որովհետև ձեր ասած հենց այդ խոսքը, որ ինքը ասել է, դա ամենաթողության անպատժելիության մեսիջը իր աշխատակիցներին անվտանգության, որ ձեզ կարելի է եւ հաջորդիվ, եթե մենք տեսնենք շատ ավելի բիրտ քայլեր, ընդհանուր, չգիտեմ, չեմ զարմանա, եթե զենքի կիրառմամբ, դա այս ամենի հետևանքն է։ Ես վստահ եմ, որ իշխանափոխության պարագայում նշված անձինք ու ոչ միայն այդ անձնավորությունը, նաեւ բոլոր նրանք, ովքեր անհամաչափ ուժ են կիրառել, բռնություն են գործադրել, նրանք, ովքեր զոհվածների ծնողներին քարշ էին տալի եռաբելուրում, այդ բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ապօրինի զզվելի գործողությունների համար։ Ու գիտեք, այդ դա հենց մեսիջ էր, որ ծառայեք ինձ, ես ձեզ տեր եմ, ու նաև դա մեսիջ էր իրավապահ համակարգին, որ չկպնեք իրենց, ուղղությունը գործի տարեք, մենք տեսել ենք, չէ, երբ որ նույն ողբերգական դեպքի օրերին, երբ որ անմիջապես առավոտյան, երբ որ այդ հրդեհը տեղի էր ունեցել զինծառայողները այրվել էին, այդ ժամանակ հենց առավոտյան կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ամբողջ քրեական գործը կարծես թե սպառիչ ցուցումով տվեց, թե որ ուղղությամբ պետք է զարգանա, եւ դրանից հետո իրավապահ համակարգը քննչականը գաղափարված էր։ Նույնը այստեղ է կատարվում։ Հայտնի դարձավ, որ նաև դատախազությունը բողոք տարել Դավիթ Մինասյանի խափամամիջոցի վերաբերյալ ինչ են պահանջում։ Տեսեք, դատախազության բողոքը վստահ եմ, որ նպատակը մեկն էր եւ այդ նպատակն էր, որպեսզի հնարավորինս ուշ քննվի վերաքննիչ մեր կողմից ներկայացված բողոքը, որտեվ իրենք հասկանում են, որ այս արկա փաստերի պարագայում անհնար է վերաքննիչ դատանի կողմից թողնել նույն վիճակում եւ որպեսզի այդ երիտասարդը շարունակի մնալ կալանավայրում։ Եվ դրա համար ընդհանրապես այս բողոքը բերեց նրան, որ չնայած որ իրենց պահանջը ամբողջությամբ բավարարված էր, պարզապես այնտեղ հիմքերի պահով իրենք այդ բողոքը կարելի է ձևական ներկայացրել են նպատակ ունենալով ձգձգելու, որ հնարավորինս ես վստահ եմ, որ երիտասարդի նկատմամբ ընդհանրապես վրեժխնդրություն է իրականացվում եւ թող երկար մնա այնտեղ այդ սկզբունքն է իրենց մոտ։ Պարոն Հարությունյան, դուք ձեր խոսքում անդրադարձաք նաև եռաբլուրում տեղ ունեցած դեպքերին, մասնավորապես երբ ընդ որում տեսախցիկների առջև ոստիկանության ծառայողները զոհված ծառայողների ծնողներին այսպես բռնության բերման ենթարկեցին։ Այսպես քրոնոլոգիայով նայելու դեպքում, արդյոք հենց ոստիկանական բռնությունների այս ամենաթողությունը հենց այդ դեպքով չմեկնարկեց։ Գիտեք, քրոնոլոգիայով չեմ կարող հիշել, չէ, ինձ թվում է շատ ավելի շուտ է մեկնարկել, նույնիսկ կորոնայի ժամանակ է մեկնարկել, երբ որ արհեստական անջրպետ իշխանությունների կողմից մտցվեց ատելություն, որպեսզի առաջացվի ոստիկանների նկատմամբ եւ ոստիկաններին ցույցում էր տրված, որ ամեն կերպ տուգանել, ճնշել, այդտեղից սկսվեց երևի թե, հետո արդեն դիմադրություն շարժման ժամանակ, երբ որ հատուկ միջոցներ գործածվեցին խաղաղ բնակչության նկատմամբ, հետո արդեն սրբազան շարժման ժամանակ, որ շատ ավելի բիրտ գործողություններ արվեցին, սա շղթա է, եւ այս շղթայի նպատակն է եղել ճնշել, վախեցնել, ցույց տալ, որ
մեր համար կարմիր գծեր չկան, յուրաքանչյուրին կարող ենք նստեցնել, ջարդել, փշրել, ծեծել, կարող ենք, չգիտեմ, փոքրահասակ երեխաների եւ մեծահասակ տատիկ-պապիկների ներկայությամբ, ինչպես տեղի ունեցավ հունիսի 12-ին, հատուկ միջոցներ կիրառենք, որոնք նախատեսված են ահաբեկիչների դեմ պայքարի համար, այսինքն այս ամենը մեկ նպատակ ունի՝ վախ առաջացնել, ճնշել եւ վախեցնել մարդկանց, որը երբեմն ստացվում է, որովհետեւ մենք չենք կարա այն ծնողից, որը որ հունիսի 12-ին երեխայի հետ եկել էր եւ ականատես եղավ այդպիսի պայթյունների, այդպիսի բռնի գործողությունների, ակնկալել ու մեղադրել, որ ինքը մյուս օրը չգա, այսինքն մարդը հասկանում է, որ չէ, այս իշխանությունը կարմիր գծեր չունի, վաղնել կարող է, չգիտեմ, կրակի բնակչության վրա, եթե հունիսի 12-ին ինքը եկել էր իր երեխայի հետ սայլակով ու տեսավ, որ այդպիսի պայթյուններ, ինքը մյուս օրը չի գալու, այսինքն տեղի ունեցավ այն, ինչին իրենք նպատակ ունեին, վախ առաջացրեցին։ Իսկ ծնողների նկատմամբ այդ գործողությունը Եռաբլուրում դա ցույց տվեց, որ կարմիր գծեր չկան եւ այդ ոստիկանը, որ ինքը այդ կարմիր բերետավորը, որ ինքը այդ գործողությունը արել է, ինքը հասկանում է, որ ինքը հետ դարձ չկա։ Ինքը հասկանում է, որ եթե լինի իշխանապողություն, ինքը պատասխանատվության կարող է ենթարկվել այդ ու նմանատիպ շատ այլ գործողությունների համար։ Եվ ինքը հասկանում է, որ չէ, ամեն կերպ պետք է շարունակի իր ծառայության պայքարել, որպեսզի այս վարչախումբը շարունակի պաշտոնավարել, որովհետև այս վարչախումբը իրեն պրեմիաներ է տալի, ձեր գրասենյակը մոտ է գտնվում։ Ես վստահ եմ, դուք ամեն շաբաթ 2-3 անգամ ականատես եք լինում, երբ որ ԿՊ գրասենյակում հավաք է լինում, թե ոստիկանական ինչքան զորք է այստեղ կուտակվում։ Ու այդ մարդիկ իրենք գիտակցում են, որ այս ամեն օր այստեղ գալու համար իրենք պրեմիաներ են ստանում, իրենց համար լավ է վիճակը եւ իրենք էլ երբեմն սահմաններ են անցել։ Եվ այդ սահմանազանցման համար պատասխանատվություն են ենթարկվելու, եթե լինի իրավական ժողովրդավարական նորմալ դատական համակարգ։ Դրա համար այս ապօրինությունները շարունակվում են։ Եվ երբեմն էլ երբ որ իրենք այդպես նմանատիպ դեպքերով, երբ որ ինչ-որ մի քրեական գործով պետք է ցուցում կորզեն, երբ որ իրենք թույլ են տալի իրենց նմանատիպ դեպքեր, իրենք հասկանում են, որ ղեկավարությունը աչք կփակի, որովհետև իրենք պետք են այսենց բռնաճնշումներ իրականացնելու համար։ Այս շղթան դառնում է ձնագունդ եւ գնալով մեծանում է, իրավախախտումները գնալով շատանում են խաղաբնակության նկատմամբ, ինչն էլ բերում է այս ամենը, ինչ որ մենք ունենք։ Պարոն Հարությունյան, արդյոք այս անպատժելիության մթնոլորտը, որի մասին այսպես պարբերաբար խոսում ենք, դրա ձևավորման համար պատասխանատու չի նաև այն հանրային գործիչները, նաև ընդդիմությունը, նաև այն հանրային գործիչները, որոնք բռնության են ենթարկվել եւ հետևողականություն չեն ցուցաբերում պատասխանատվության ենթարկելու համար այն անձանց, ովքեր բռնության են ենթարկել։ Կարծես միայն Արծվիկ Մինասյանն է, որ պարբերաբար այսպես պայքարում է, ճակերտավոր ասած, խնդիրներ է ստեղծում, իրավապահ համակարգի համար, որտեղ գործը արդեն 4-րդ տարին է, այսպես շրջափուլ է մտել ու պարբերաբար կարճվում, բեկանվում նորից, այսպես վերաբացվում։ Այստեղ դուք նաև այդ հանրային գործիչների պատասխանատվությունը չեք տեսնում։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, շատ լավ հարց տվեցիք ու նաև շատ ողջունելի է, որ տեղեկացված եք։ Ձեր ասացի մեջ կա ճշմարտության հատիկ, բայց միևնույն ժամանակ կա հակառակ կողմը։ Տեսեք, նույն Արծվիկ Մինասյանը հետևողական պայքար մղեց, որպեսզի իր նկատմամբ ապօրինություն գործած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն, բայց արդյունքի չհասավ, կարելի ասել։ Տեսեք, հարուցվեց քրեական գործ, վարույթ նախաձեռնվեց, այնուհետև այն կարճվեց, բողոքարկվեց մեր կողմից դատախազություն, հաջորդիվ բողոքարկվեց դատարան, հաջորդիվ վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանով հասանք արդյունքի գործը հետ եկավ նույն քննիչի մոտ, նույն քննիչը մեկ գործողություն արեց, դրանից հետո գործը կարճվեց, թե կասեցվեց, չեմ էլ կարող ասել, որովհետև որևէ բան չկա։ Տեսեք, Արծվիկ Մինասյանը փորձեց
Մյուսների պարագայում դուք Օրինակ գտնում եք Աշոտյանը, Իշխան Սաղաթելյանը, Շատ լավ, շատ Արթուր լավ։ Խաչատրյանը, Շատ լավ։ Նույն Արթուր Խաչատրյանի հետ կապված նույնպես բողոք տարվավ մեր կողմից, բայց արդյունքի չհասանք։ Սա իրավական լուծում ակնկալել այստեղ այլևս ողջամիտ չէ։ Այստեղ կարող է լինել իրավական լուծում այն դեպքում, եթե լինի քաղաքական փոփոխություն, իշխանափոխություն։ Ակնկալել ներկայիս վարչախմբի պարագայում, որ իրենք պատասխանատվության կենթարկեն իրենց պահող կարմիր բերետավորին, դա ողջամիտ չէ եւ իրատեսական չէ, որովհետեւ եթե որևէ 1-2 այդպիսի չեմ ուզում կոչականներով բնորոշել, այդպիսի ոստիկան պատասխանատվության ենթարկվի, ապա իրենց պաշտպանող համակարգը կերերա, որովհետև այն մյուս ոստիկանը, որը ապօրինի հրաման ստանա, կհասկանա, որ նման տիպ գործողություն անելու համար ինքը կարող է քաղաքության նոխազ դառնալ եւ ինքը չի անի։ Դրա համար ակնկալել այստեղ պետք է քաղաքական գործողություններ սրա հետ կապված, ինչը որ մեր 5-ի կողմից էլ էր առաջարկվում, ինչը որ նաև Իշխան Սաղաթելյանի կողմից նախաձեռնվեց, որ մի ընդհանուր հարթակ ստեղծվի եւ բոլոր ընդդիմադիր ուժերը գան կոնսենսուսի այդ քաղբանտարկյալների հետ կապված հարցերում, ինչպես պայքարել նրանց ազատության եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման համար։ Ցավոք սրտի ես որքանով հասկանում եմ Իշխան Սաղաթելյանի այդ նախաձեռնությունը արդյունքի չհասավ, բայց այդ արդյունքի չհասնելու պտուղները բոլորն են քաղել, սկսած հոգևորականներից, վերջացրած շարքային ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացուց, ել չեմ ասում ընդդիմադիր գործիչներից եւ պետք էր այդ հարթակը իրականում պետք էր այդ հարցում պետք էր կոնսենսուսի գալ, որովհետեւ այդ ապօրինության ուխտը յուրաքանչյուրի դրանը կարող է չոքել։ Պարոն Հարությունյան, շարունակելով թեման, դուք իհարկե հիշատակեցիք Սամվել Վարդանյանի դեպքը, բայց Սամվել Վարդանյանի դեպքը նաև առանձնահատուկ էր նրանով, որ անձը ձերբակալվածի կարգավիճակ ուներ եւ փաստացի պետության հսկողության ներքո գտնվող անձին քննչականից ԶՊՎ տեղափոխելու ընթացքում ինչ որ դիմակավորված անձինք բռնության են ենթարկել։ Հիմա այս դեպքը, եթե նայում ենք, մամուլը դեռ տարիներ առաջվա, արդյոք դուք այստեղ նաև նմանություն չեք գտնում 90-ականների, այսպես բանդաների, նաև ներքին գործերի նախարարության հետ աշխատակից բանդաների կողմից, այսպես հաշվեհարդարների պրակտիկա ասեմ, չգիտեմ, մեթոդ ասեմ, ձեռագրի նմանություն դուք այստեղ չեք տեսնում։ Միանշանակ տեսնում եմ, ցավոք սրտի, գիտեք, դանդաղ քայլերով որոշակի դրական տենդենց կար իրավապահ համակարգի կայացման, հատկապես դատական համակարգում մենք ունեինք անկախ դատավորներ, չի ասի շատ էին, բայց ունեինք եւ գնալով որոշակի տենդենց կար դրական, ցավոք կտրուկ լուր հետ ընթաց քայլերով ներկայիս վարչախումբը որպես իր համար աշխատելավոճ վերցրեց շատ 90-ականների վատ օրինակներ, ընդհանրեն պոլիփեթլինի էժական լինից մինչև այս բռնությունների օրինակները, գիտեք, այն ամենի պարագայում ինչ որ իրանց կողմից կատարվում է, դա նորմալ է, որովհետև այլ կերպ իշխանությունը պահելը դժվար է, որովհետև օր-օրի իրենց ընտրազանգվածը գնալով պակասում է եւ պետք է այսպիսի քայլեր լիներ նաեւ ինչ որ կերպ մյուս քայլերը բնակչությանը սիրաշահելու, չգիտեմ, թոշակներ, առողջապահություն, ասֆալտ եւ այլն, բայց ճիշտ է, իրավացի եք, այդ 90-ականները հիշեցնում է, ես ինքս 90-ականներին շատ բաների ականատես եղել եմ, նաեւ մեր ընտանիքն է այդպիսի ոտնձգությունների ենթարկվել, նաեւ իմ հոր
այդ ժամանակվա գործնեությամբ պայմանավորված ինձ դպրոցից են հեռացրել 96 թվականին 1 ամիս դպրոց չէին թողում, տարբեր բաներ ենք տեսել եւ սպասելի է, որ իրենց իրավահաջորդները ինչ որ առումով այս ամենը պետք է անեին, ինչևէ հուսանք այս սա էլ կանցնի։ Պարոն Հարությունյան, նույն թեմայի առնչությամբ, այսինքն կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կիրառվում են 90-ականների այդ վատագույն դրսևորումները, բայց միայն մի տարբերությամբ, որ նույնիսկ ֆիզիկական բռնությունները գոնե կյանքից զրկելով չեն, հիմնականում ավարտվում եւ այսպես բարոյական վնասն է նաեւ բացի ֆիզիկական բռնությունից, նաեւ բարոյական վնաս է հասցվում։ Կյանքից զրկելու դեպք ունեցել ենք, կյանքից ոչ զրկել գործողությամբ։ Արմեն Գևորգյանը։ Այո, դա էլ ենք տեսել։ Ես դա համարում եմ, որ այդ ապօրինի քրեական գործերի հետևանքներ են այսպիսի դեպքերը։ Բարեբախտաբար, որ առայժմ այդ ձեր ասած դեպքերը չի եղել, հուսանք չի լինի, բայց գիտեք, այն ինչ որ կատարվում է այժմ իրավապահ համակարգում, դատական իշխանության կողմից եւ այլն, այդ ամենը արդեն առաջացնում է ծնում է ամենաթողություն։ Եվ երկրորդը մենք վերջերս ականատես ենք լինում, որ շատ սպանության դեպքեր, շատ դանակահարության դեպքեր, շատ խոլիգանական դրսևորումներ, կռիվներ եւ այլն։ Այս ամենը նաեւ հետևանք է նրա, որ ներկայիս իրավապահ համակարգը այլ բանի է լցված է այս քաղաքական գործերով, ողջ ռեսուրսը ներդրված է, ողջ ռեսուրսը ամիսներ, տարիներ շարունակ ներդրված էր Բագրատ Սրբազանի նկատմամբ այդ շինց ու քրեական գործը կարելու, 18 արդարներին անազատության մեջ պահելու, չգիտեմ, հետո ողջ իրավապահ համակարգը լցված էր, բացի նրանից, որ արանքում շաբաթը մեկ քանի անգամ կամ գրեթե ամեն օր լցված է վարչապետին տեղափոխելով այգեպետից բեկետ, նաև լցված էր հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավին մասնակցելով։ Մի քանի ամիսների ընթացքում միանգամից մի շարք քրեական շինց ու գործեր հոգևորականների նկատմամբ, չգիտեմ, տասնյակ հոգևորականների նկատմամբ ընտրված խափան միջոցներ ընդամենը որ ժողովը տեղի չունենա, Բագրատ Սրբազանի զատ Միքայել Սրբազանի նկատմամբ գործը, Արշակ Սրբազանի նկատմամբ այդ շինց ու գործը, այս համար մենք ունենք այդ հետևանքները, այսինքն անուղղակի կերպով այս ամենը բերում է բացասական հետևանքների, նաև մարդիկ կյանքից զրկվում են, որովհետև երբեմն վենդետաների են գնում, որովհետև հասկանում են, որ իրավունքը, օրենքը, արդարադատությունը թերանում է, ու դա ցավալի է, դա ողբերգություն է, դա ամենաթողություն է, դա արդեն անարխիա է ստացվում, բայց մենք տեսնում ենք ինչ դեպքեր, այսինքն դպրոցի բակում 40 անձ իրար նկատմամբ այդպիսի քայլերի է գնում, զենք է կիրառվում դպրոցից 100-200 մետր հեռավորության վրա, որ կարող շատ ավելի մեծ ողբերգական զարգացումներ լիներ, բայց դա հետևանք է իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի, որովհետև դրանից մի քանի օր առաջ այդ նույն դեպքով եղել էր կոնֆլիկտ, եւ եթե օպերբլոկը ճիշտ աշխատեր, կկանխվեր այս դեպքը, բայց օպերբլոկին հանձնարարված է հոգևորականներին հետևել, չգիտեմ, քաղաքական գործիչներին, ռեսուրսն այլ տեղ է օգտագործվում, ռեսուրսն օգտագործվում է վարչախմբի շարունակելու պաշտոնավարելու համար եւ իրավապահ համակարգներն հասկանում է, որ իրենից պահանջ ուրիշ բան, իրենից պահանջում են պաշտպանեք մեզ, հա պաշտպանում ենք, ինչ եք մեզնից էլ այլ գործ ուզում, մի հատ էլ հանցագործ բռնենք, բանուգործ չունենք, ձեզ ենք պաշտպանում, ասել եք չէ հոգևորականների նկատմամբ օպերատիվ աշխատանք կատարենք, կատարում ենք, ասել եք չէ դիմադիր գործիչների նկատմամբ, ասել եք չէ նստենք բոլոր հաղորդումները, արտազրույցները նայենք, բայց զբաղված ենք, դրա մեջ էս ունենք։ Պարոն Հարությունյան, ամփոփելով թեման, դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ ընտրություններին ընդառաջ էլ ավելի մեծ ռեպրեսիաներ կարող են լինել։ Հիմա ընդհանուր նախ տեսանք, որ տարբեր թիրախային
խմբեր են այլևս թիրախավորում։ Նույն Բագրատ Սրբազանի գործը եթե վերցնենք, ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ այնտեղ մեղադրյալի կարգավիճակում կա կին, զոհվածի ծնող, հոգևորական, նաև սարկավագ, բացի Սրբազանից, բիզնեսմեններ եւ այլն։ Հիմա սա ինչ է, падգամավոր, այո, նաև արցախցիներ եւ այլն։ Հիմա սա ինչ միտում է, հա, սա ենթադրում եւ հնարավոր սպասվող ռեպրեսիաները նաեւ դիտարկելով իշխանության ներկայացուցիչների Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների համատեքստում սպառնալիքների, այսպես ճակերտավոր ասած, որ ընտրություններում իրենց սահմանադրական մեծամասնություն չկազմելու դեպքում կարող է պատերազմ լինել եւ այլն։ Ընդհանուր այս համատեքստում արդյոք դա ինքնին նաև հետագայում կասկածի տակ չի դնելու եւ ընտրական գործընթացի այսպես լեգիտիմությունը եւ հետագայում եթե նույնիսկ վերընտրվեն, հա, իրենց ընտրության լեգիտիմությունը ի վերջո սա ինչ է, հա, նշանակում բազմաշերտ հարցեր, շատ բազմաշերտ էր, մեր իրականություններ կարելի ասել ձեր հարցում պարփակված, տեսեք, նախ այդ 18 արդարների հետ կապված, որ ասում եք տարբեր սոցիալական խմբերից անձինք, դա մեսիջ է բոլորին, որ մեր հոգևորական, արցախցի, քաղաքական գործիչ, բոլորից այս կին, բոլորդ խոցել եք, բոլորից կարանք ճնշենք եւ բոլոր նմանատիպ անձիկ, կանայք, հոգևորականներ, արցախցիներ, չգիտեմ, սովորական ասալակ մարդիկ, տեսեք, նմանատիպ բան կարա ձեր հետ պատահի։ Նրանց Բագրատ Սրբազանի նկատմամբ եւ 17 արդարների այս գործը շատ ավելի խորքային է։ Դա նրա համար էր, որ երբ որ արշավը սկսվեց եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանը լիներ անազատության մեջ։ Դա նրա համար էր, երբ որ օգոստոսին այդ Թրիփյան հայտարարություններն էր, Բագրատ Սրբազանը լիներ անազատության մեջ։ Նաեւ վախ առաջացված լինել երկրում, որ ահաբեկիչներ էսեն ու ցանկացած բայ կարող են յուրաքանչյուրը ներառային այդ գործի մեջ։ Սա մի քիչ խորքային է, բայց ինչ վերաբերում այդ ամենը, որ թվեցիք, այո, անարդար պայքարը ի սկզբանե սկսված է։ Դրա համար ընդդիմությունը այստեղ անելիք ունի, որ գոնե այս հարցերի հետ կապված պետք է միասնական լինեն, այդ հարցերում դիրքորոշը իմ ու քո քաղբանտարկել չլինի, չնայած ոնց որ թե դրական է այդ հարցում, եւ գիտեք ոնց մենք ունենք նաև մի այլ վտանգավոր տենդենց, որ արևմուտքը լուրը ինչ էլ կատարվի Հայաստանում, իրենց համար գերագույն նպատակն է, որ ներկայիս վարչախումբը վերարտադրվի եւ շարունակի պաշտոնավարել եւ շարունակի անել այն ամենը, ինչ որ խոստացվել է, ու այն ամենը, ինչ որ ցանկալի է արևմուտքի համար։ Հետեւաբար, ինչ էլ էստեղ, ինչ քայլի էլ էստեղ, ինչ ապօրինության էլ գնան, լուր է լինելու արևմուտքը։ Ստեղ էլ խնդիր ունենք։ Անարդար պայքարը արդեն սկսված է, ցանկացած պահի տեսանք մի քանի օր առաջ պահի տակ վարքյանական օրենսդրական նախաձեռնություն ու բառի փոփոխություն, որը ամեն սպասելի է Մոլդովայի սցենարով կարող է ամեն բան պատահել եւ կուսակցություններ չգրանցվեն եւ ընթացքում այդ կուսակցությունների նկատմամբ խնդիր լինի եւ անհատների նկատմամբ խնդիր լինի, դրա համար կարծում եմ այս պայմաններում, այս սուղ գործիքակազմի պայմաններում ընդդիմությունը պետք է ամեն կերպ խելացի քայլելով փորձի հաջողության հասնել, հուսանք, որ շատ ավելի խելացի ու ճիշտ քայլեր կարող են առաջիկայում, որովհետև նորից եմ կրկնում, անարդար գործիքակազմ կա եւ ներկայիս վարչախումբը մենք տեսնում ենք, որ շատ ու շատ հնարքների է դիմում վերարտադրվելու համար, հետեւաբար ընդդիմությունն էլ պետք է հասկանա, որ խելացի մտածված քայլերով պետք է պայքարի այս ամենի դեմ, տեսեք մենք հիմա այստեղ հարցազրույց ենք տալի էլի ոստիկանական ձայներ դրսից, գիտեք, սա էլ է ճնշման ձև։ Ես նորից եմ կրկնում, երբ որ տեսնում ես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եկել է ԿՊ գրասենյակ ու ինչ է կատարում փողոցներում, ինչ
ճնշում է ինչպես են գոռում քաղաքացիների վրա, հիմա մեզ դիտող շատ անձինք այդ ամենին տեսել են, չէ, որ ժամով չեն թողում մեքենաները տասնյակ րոպեներով ասում են կանգնեք, մի անցեք ճանապարհը, գոռում են, ճչում են, այսինքն այս էլ է անհավասար գործիքը կազ։ Որպես ամփոփում, ասենց ասեմ, ամեն խելացի թույլատրելի օրինական ճանապարհներով ընդդիմությունը պետք է փորձի հասնել հաջողության, այդ դեպքում հաջողության պարագայում այս բոլոր իրավական խնդիրները նոր կլուծվեն։ Այլապես ունենք ինչ կունենանք շատ ավելի տխուր վիճակ եւ ամփոփեմ խոսքս Բագրատ Սրբազանի ասած հոգեոր Հայաստանը պետք է հաղթի թազը Հայաստանը։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Հիշեցնեմ, որ Փաստինֆոյի տաղավարում զրուցում ենք փաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ։